Պարոն Քոչարյանն ասել, մենք ունեցել ենք աշխատանքային քննարկում, տեղեկացնեմ, որ առաջին ընթերցմանը դեռ նպահ են քվեարկել Հայաստան խմբակցության պատգամավորները, որովհետև շատ հարցեր կան, որոնց պատասխանները ակնկալում ենք ստանալ։ Գլխավոր շտաբի պետի տեղակալի մասնակցությամբ շուրջ 2 ժամանոց աշխատանքային քննարկում ենք ունեցել, շատ հարցեր տրվել են, պատասխաններ ստացել ենք եւ իրոք կարեւոր ներդրում է սերժանտական ինստիտուտը, բայց պետք է հանրապետության ասել, որ դեռ 2008 թվականից արդեն աշխատանքներ ծավալվել են, ինչքանով լավ, ինչքանով վատ, միշտ էլ զարգացման մեջ է կարևոր։ Ասեմ, որ առաջին ընթերցումից հետո նաև շատ արձագանքներ են ստացել, նույն զինված ուժերից, նույն սերժանտական համակարգից, կան մտահոգություններ, որ որքանով է արդար լինելու, որքանով հին սերժանտական ինստիտուտի զինծառայողները, որոնք դժվարին պայմաններում են իրենց ծառայությունն իրականացնում, կընդգրկվեն, կներառվեն այս համակարգի մեջ, ուշադրությամբ հետևելու ենք այս գործընթացին, նորից ուզում եմ վերահաստատել ատեստացիայի հարցը։ Օրերս Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի միջոցառման է, դիմացը զինվոր էր կանգնում, զինծառայող։ Երիտասարդ տղա էր, հարցնում եմ հայրենաց պաշտպան ծրագրով է։ Ժամանակակից հրետանային համակարգի վրա է ծառայում։ Իր մասնագիտությունը փայլուն գիտի։ Ասեմ, ատեստացիա հանձնելիս, ասում եմ, չէ, պարոն Մանուկյան, սրտի պրոբլեմ ունեմ, ֆիզոն չեմ անցել։ Եվ 100,000-ներ են այդպես։ Առաջնագծում մարտական հերթապահություն անցնող պայմանագրայինների մեծ մասը այդ ատեստացիայի հետ կապված պրոբլեմ ունի։ Իրականում պրոբլեմ ունի։ Եվ շատ հաճախ մենք էլ արձանագրում ենք, որ ատեստացիան դարձել է ավելի բարձրացության սպայական կազմի, այսպես ասեմ, անցողիկ շեմա հաղթահարելու գործիք, բայց ներքևում մեծ մասը, որոնք շատ դժվարին պայմաններում են այսօր ծառայություն իրականացնում, որոնք վարձենից եմ գալիս, գնացել ենք պատգամավորներով, մեծ մասը այդ տղեկի պայմանագրային զինծառայողներ են։ Բայց այդ ատեստացիայի խնդիրը հիմա նույնը վերաբերում է այստեղ։ Տեսեք, որտեղ սերժանտական ինստիտուտը Պաշտպանության նախարարությունը շատ կարևորում է, իրոք կարևորում է եւ պարոն Երոյանը շատ մանրամասն նկարագրեց այդ համակարգը։ Այսինքն դրանից հետո ինչքան էլ բարձր է, եթե ատեստացիայի ենք դնում, դրանից հետո էլ ինչ պետք է այդ սերժանտը ավելի պատրաստված լինի, որ պետությունն ասում է, իշխանությունն ասում է, ատեստացիա կանես, նոր դրանից հետո կարող աշխատավարձ բարձրացնել։ Միանգամից բարձրացնենք, որտեղ իրականում ատեստացիայի ինստիտուտը ինչն է խնդիրը, զինվոր բանակ եւ հրամանատար այդ հարաբերություններում կարևորագույն, այսինքն ծնողի նման բանա բանակում դառնալու։ Եթե ծնողի նման ենք պատկերացնում, ուրեմն վերաբերվում ենք որպես ծնող։ Միանգամից բարձրացնենք, միանգամից ատեստացիայի փուլը հանենք մեջից, որտեղ ամիսներով ինքը դասընթացի է մասնակցում։ Մենք կողմ ենք քվեարկելու, շնորհակալ եմ։ Հիմա եզրափակիչ եմ տալիս։ Շնորհակալություն պարոն Մանուկյան, եզրափակիչ ելույթի ես կարիք անձամբ չեմ զգում, որտեղ նաև նշվեց, որ կոնկրետ մի հարցի շուրջ կարևորություն կա եւ այդ հարցին մենք եթե հիմա չենք կարող մոտենալ բազային դրուքաչափի տեսանկյունից շուտեж մոտենալու ենք, այնպես որ նաև մեր գործընկերը նշեց, որ կողմ ենք քվեարկելու, որը շատ ճիշտ է։ Խնդրեմ եզրափակիչ ելույթի համար շնորհակալություն, նախ ողջունում եմ ձեր վարքագիծը, որ այս նախաձեռնությանը, այս օրենքի նախագծին կողմ եք քվեարկելու եւ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել, ուղղակի մի պարզաբանում։ Ես հնչեցրել եմ ատեստավորման միջինացված թիվը, այսինքն 4-ի պարագայում։ Գերազանց ատեստավորվելու դեպքում այս թիվը բնականաբար ավելի մեծանալու է։ Եվ նորից մնում եմ այն կարծիքին, որ ատեստավորման գործիքը նպաստում է թե ֆիզիկական, թե մասնագիտական որակների կատարելագործմանը, իսկ այստեղ նվազագույն աշխատավարձը բավականին շոշափելի է։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, հարգելի գործընկերներ, քվեարկության եմ դնում պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը կառավարության կողմից ներկայացված երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը դրական եզրակացություն ստանալու պարագայում այն կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ։ Ովքեր են կողմ, դեմ, ձեռնպաչկա, անցյալ միաձայն, անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին։ Շնորհակալություն պարոն Սարգսյան։